Ուրիշի ընտանիքը հեռուստասերիալը շարունակում է մնալ ամենաշատ քննարկվող ու բարձր դիտումներ ապահովող նախագծերից մեկը։ Այն ոչ միայն պատմում է մի ընտանիքի դրամատիկ պատմությունն, այլև շոշափում է ժամանակակից հասարակության համար չափազանց արդիական թեմաներ՝ պատասխանատվություն, սխալ ընտրությունների գինը, մեղք ու արդարություն, ինչպես նաև այն սահմանը, որը բաժանում է անմեղությունը վտանգավոր միջավայրից։ Սերիալի այս փուլում Նորոյի պատմությունը դառնում է առավել ծանր ու սթափեցնող։ Նա հայտնվում է բանտում մի արարքի համար, որը չի կատարել։ Սակայն սերիալը շատ հստակ ուղերձ է փոխանցում. երբ մարդը շրջապատված է կասկածելի անձանցով և գործ ունի կասկածելի առաջարկների հետ, նույնիսկ անմեղ լինելը միշտ չէ, որ փրկում է։ Կյանքն հաճախ չի հարցնում մեղավոր ես թե ոչ, այն պարզապես պահանջում է վճարել ռիսկի գինը։ Նորոյի կալանավորումը ցնցում է բոլորին, բայց հատկապես Մագդային։ Նա առաջիններից է, ով հասկանում է, որ այս իրավիճակում լռել չի կարելի։ Մագդան տեղեկացնում է Արշակին տեղի ունեցածի մասին, իմանալով, որ հենց նա է միակ մարդը, ով կարող է իրական օգնություն ցույց տալ։ Եվ Արշակի արձագանքը միանշանակ է. նա չի պատրաստվում Նորոյին միայնակ թողնել, անկախ նրանից Նորոն ցանկանում է ընդունել այդ օգնությունը, թե ոչ։ Արշակի քայլը կրկին ցույց է տալիս նրա կերպարի խորությունը։ Չնայած վիրավորանքներին, մեղադրանքներին ու անցյալի ցավին, նա ընտրում է գործել ոչ թե հույզերով, այլ պատասխանատվությամբ։ Նրա համար Նորոյի ազատությունը ոչ միայն արդարության հարց է, այլև ընտանիքը փրկելու փորձ։ Սերիալում նոր գիծ է բացվում Լաննայի հայտնությամբ։ Նա ներկայանում է որպես դայակ և հայտնվում Արշակի տանը, սակայն շատ արագ պարզ է դառնում, որ նրա ներկայությունը պատահական չէ։ Լաննան ակնհայտորեն ինչ-որ բան թաքցնում է, իսկ նրա հայացքներն ու հարցերը հուշում են անցյալի չփակված էջերի մասին։ Հեռուստադիտողների շրջանում արդեն ակտիվ քննարկումներ են սկսվել, և շատերը ենթադրում են, որ Լաննան կարող է լինել Մագդայի մայրը։ Եթե այս վարկածը հաստատվի, սերիալում կբացվի նոր, չափազանց հուզիչ շերտ՝ կապված ինքնության, ընտանիքի և ճշմարտության հետ։ Լաննայի գաղտնիքը կարող է ոչ միայն ցնցել Արշակի ընտանիքը, այլև ամբողջությամբ փոխել հերոսների փոխհարաբերությունները։ Ուրիշի ընտանիքը շարունակում է զարգանալ որպես բազմաշերտ հոգեբանական դրամա, որտեղ յուրաքանչյուր բացահայտում բերում է նոր հարցեր՝ Նորոյի ազատության պայքարը, Արշակի անշահախ խնդիրը, աջակցությունը, Լաննայի անցյալը և չբացված ճշմարտությունները խոստանում են նոր լարված սերիաներ։ Սա սերիալ է, որը ստիպում է մտածել, քննարկել և վերանայել սեփական արժեքները, ու հենց այդ պատճառով Ուրիշի ընտանիքը շարունակում է մնալ ոչ միայն դիտվող, այլև ապրեցնող պատմություն։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ անպայման գրեք ինչ եք կարծում, ինչ կապ ունի Լաննան Մագդայի անցյալի հետ և ով են Մագդայի ծնողները։ Արդյոք Մագդան ու Արշակը որևէ արյունակցական կապ ունեն, թե Արշակը իր խղճից ելնելով է Մագդային իր կողքին պահել և ինչու է նրան ներկայացվել որպես իր քույր։ Այս և այլ գաղտնիքներ կբացահայտվեն շատ շուտով, բայց մինչ այդ միացեք մեր ալիքին։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ գրեք, թե որ դերասանին կամ դերասանուհուն եք հավանում այս հեռուստասերիալում և որ դերասանի կամ դերասանուհու մասին կցանկանայիք առավել շատ տեղեկատվություն ստանալ, իսկ հեռուստասերիալում իսկապես իրադարձությունները սկսում են շատ հետաքրքիր զարգացումներ ստանալ։ Էլիզն ու Էդոն վերջապես հասկացել են իրար ու միասին են, բայց Ալինայի առողջությունը վտանգի տակ է, հատկապես հիմա, երբ Նորոն հայտնվում է բանտում և որևէ ֆինանսական աջակցություն որևէ մեկից ստանալ չեն կարող։ Իհարկե, հեռուստադիտողների մեծ մասը պնդում են, որ տատիկն ու Էլիզն անպայման պետք է կապ հաստատեն իրենց հոր հետ, Էլիզի տատիկն իր որդու հետ ու պահանջի, որպեսզի նա օգնի իր երեխաներին, բայց բնականաբար այդ օգնությունը ստանալ նրանք չեն կարող և նրանք չեն էլ դիմելու։ Եվ հեռուստադիտողները ենթադրում են, որ այս անգամ էլ Արշակը կգա օգնության և բնականաբար Ալինայի բուժման ողջ ծախսերը կվերցնի իր վրա, և այդ ամենը հետևաբար
կբերի նրանց հաշտության, քանի որ այլ ելք չի մնա, քան ներել ու հասկանալ այն, ինչ կատարվել է տարիներ առաջ, իսկ տարիներ առաջ արշակի մեղքը կա, բայց ոչ այնքան մեծ, որքան երեխաների մոր ու հատկապես նրանց հոր, չէ՞ որ հայրը հեռացել էր դեռ տարիներ առաջ, ստեղծել իր նոր ընտանիքը, իսկ մայրը՝ Շուշանը, փորձում էր մի փոքր երջանկություն գտնել, բայց նա հեռացավ երեխաներից, իհարկե սա որևէ արդարացման չի կարող արժանանալ, քանի որ 3 անչափահաս երեխաներ նա թողնում է ծեր ու հիվանդ տատու խնամքին ու հեռանում սիրած տղամարդու հետ, որտեղ էլ պարզվում է, որ նա հղի է, իսկ թե ինչ կատարվեց հետո հեռուստադիտողներն արդեն տեսել են, բայց ամեն ինչ դեռ առջևում է, նոր բացահայտումներ, նոր ու հետաքրքիր գաղտնիքներ և իհարկե նոր ինտրիգներ շատ շուտով, այնպես որ բաց մի թողեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը, միացեք մեր ալիքին: